Մեկ տարի առաջ 2023 թվականի հունիսի 12-ի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը զայրացած դիմել ու հորդորել էր վարչական շրջանների ղեկավարներին, որ մեկ շաբաթվա ընթացքում իրականացնեն փոսալցման աշխատանքները։ Պարզվում է, վարչական ղեկավարները կարողանում են ժողովրդի լեզվով ասած Ավինյանի գլխից վեր թռնել ու չկատարել նրա ասածը։ Այսօր Արմնուր լրատվականը այցելել է Երևանի տարբեր վարչական շրջաններ, ծանոթացել քաղաքի ճանապարհաշինարարական եւ հատկապես փոսալցման աշխատանքներին։ Ներկայացնում ենք մեր արձանագրածը։ 15-20 օր կլինի։ Իսկ ինչ են ասում վարչական շրջանի ղեկավար։ Եկան տեսան, ասացին կգանք կանենք։ Մինչև հիմա չկան։ Ոչ։ Հաճախ է նման դեպք է լինում, շուտ են արձագանքում։ Ավելի լավ այս հայտարարությունը նկարեք, որ ցույց տան ինչա կատարվում այս փողոցում։ Այս մի ամսից ավել է, հա? Մի ամսից ավել է, այս փոստը այսինչ մնացել է։ Մեքենաները ամեն երեկո տորմուզ են տալի, վազելով դուրս են գալիս, տեսնենք ինչ ա եղել։ Տեսնում են, որ ստեղ զնակ ա դրած։ Զնակը ինչի եք դրել։ Բերեք լցրեք այս անտեր փոսը։ Եկան նայեցին, զնակը դրեցին ու գնացին։ Մինչև հիմա չկան։ Ոչ մեկն էլ չկան։ Ոչ մեկ, այս մի ամսից ավել է արդեն, անձրևաջրերը լցվում են տակը, այս անտեր ախրճակելու է, չէ, մեր տներն էլ այս կողմն է, սաղ ջուրը լցվում է այդ փոսի մեջ, հենց այդտեղ գյոլ է կապում, չի կարելի, չէ, ամեն դեպքում սենց չի կարելի, սա պետություն չի, սա ղեկավարություն չի։ Քաղաքապետարանի հենց դեմ դիմաց մի հատ ահավոր մեծ փոս է առաջացել ու 2 ամսից ավել է, ոչ մեկ չի հետևում։ Արդիկ ընկնում մեքենաները ջարդում են։ Իսկ թաղապետը չի հետաքրքրվում, թաղապետը հենց իրենց քթի դեմն է, դա չեմ իմանում։ Երևի տեսել է, բայց հեշտպետներն էլ չի։ Դա էլ իրենց շենքի դեմն է, վարչական շենքի հենց դեմ դիմաց մի հատ մեծ փոս է։ Հիմա որ բարձրանակ կտենակ, մեքենաները շատ դժվարությամբ են անցնում։ Տակերը խփելով ու բագրիշկա են ճղել, հազարատ բան է։